Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում իրադարձություններն էլ ավելի են լարվում ու հետաքրքիր են դառնում, ինչպես պարզ դարձավ հերթական սերիայից, Հայկը Նարեի հետևից է վազում, բայց Նարեն կարծեք թե խաբում է Հայկին ու փորձում թաքցնել այն, ինչ իրականում պետք է առաջինն ասեր Հայկին։ Նարեն բոլորից թաքցնում է, որ արդեն հանդիպել է հորաքրոջ հետ, իսկ Հայկը հասկանում է, որ Նարեն գաղտնիքներ ունի և բնականաբար այս ամենը ոչ մի լավ տեղ չի տանի, որովհետև երբ մարդ կասկածում է սիրելիին, ապա բնականաբար դրանից ծնվում է նաև հիասթափություն, բայց մյուս կողմից Հայկը Սոնային արգելում է շփվել Վռամի ու նրա ընտանիքի հետ, բայց ինքը վազում է Նարեի հետևից, հեռուստադիտողների մեծ մասը այս երկակի ստանդարտներին դեմ են բնականաբար։ Հորաքույրն էլ վերադարձել է իր գաղտնիքներով ու առեղծվածներով, Սաքոն արդեն չի հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջը, նա գնացել էր գերեզմաներ ու թարմ ծաղիկներ տեսավ այնտեղ։ Ով էր այդ թարմ ծաղիկների հեղինակը, նա շատ լավ հասկանում է ու գիտի, թե ինչ է այդ ամենը նշանակում։ Նարեն նույնիսկ մորը չի ասել, որ հորաքույրը վերադարձել է, չնայած որ արդեն բոլորին հայտնի է, որ Լալան Երևանում է, իսկ դա նշանակում է, որ Լալան ավելի մոտ է, քան բոլորը կարծում են ու շատ շուտով բոլորին անակնկալ է սպասվում։ Սիրված դերասաններն ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստասերիալն էլ ավելի հետաքրքիր ու դիտարժան դառնա։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա սերիաներին, տեսնելու, թե ինչ է կատարվելու։ Հայկն ու Նարեն շատ լավ հասկանում են, որ նրանք միասին երջանիկ լինել չեն կարող, չնայած որ Նարեն նշում է, որ միգուցե նրա ընտանիքի անդամները մի օր հասկանան, որ Հայկը ոչ թե սպանել է Կարոյին, այլ ուղղակի պատահականություն է եղել ու ընդունեն, բայց Հայկը կտրուկ ասում է, որ նույնիսկ եթե նրա ծնողները ներեն, ապա ինքը երբեք չի կարող ներել ու հասկանալ Նարեի ծնողներին ու ասում է, որ ինչպես իր պապն էր մի օր ծնկաչոք եկել նրանց տուն, պետք է նույնը անի Նարեի հայրը։ Նարեն հասկանում է, որ այստեղ այլ տարբերակ չկա, քան բնականաբար Հայկից հրաժարվելը։ Միևնույն է, երբ Հայկը պարզի ողջ ճշմարտությունը, պարզի, թե ինչ կապ ունի Նարեի հայրը իր հոր հետ, բնականաբար ոչ մի բան նրան այլևս Նարեի կողքին չի պահի, հատկապես հորաքրոջ հետ հանդիպումից հետո ամեն ինչ կարող է գլխիվայր շուրջ գալ ու Նարեն դա շատ լավ հասկանում է, որ մի օր այս ամենն ավարտվելու է դեռ լիովին չսկսված։ Արմոն մշտական իր գործին է ինչպես միշտ այստեղ-այնտեղ խոսք է տանում բերում ու բնականաբար բոլորի նյարդերի վրա ազդում է, բայց ոչ ոք չի հասկանում, որ Արմոն այն չէ, ինչ իրեն ներկայացնում է։ Արմոն ունի շատ հետաքրքիր գաղտնիքներ, որոնք շատ շուտով բացահայտվելու են, իսկ Քեռին արդեն Սոնային ընդհանրապես չի վստահում։ Սոնայի հայրը ստուգում է նույնիսկ նրա նամակները, լսում նրա խոսակցությունները և արգելում շփվել Վռամի ու նրա ընտանիքի անդամների հետ։ Իհարկե, Սոնայի հայրն ունի իր պատճառները, որովհետև նա Նարեին ու իր ընտանիքի անդամներին դիտարկում է որպես թշնամի։ Նա հասկանում է, որ նրանք Հայկի թշնամիներն են, որովհետև տարիներ առաջ հենց Հայկի նրա ընտանիքի դժբախտության մեջ մեղավոր են Նարեի ու Վռամի ընտանիքի անդամները, բայց այդ ամենը չի հասկանում Հայկը, որովհետև եթե նույն բանն էլ զգում է Հայկը, ապա նա ինչ գործ ունի Նարեի հետ։ Այդ շատ հետաքրքիր գաղտնիքներ են բացահայտվելու շատ շուտով, այնպես որ մնացեք մեզ հետ ու դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որով շատ հետաքրքիր գաղտնիքներ ենք ջրի երես դուրս հանելու, պարզվելու է, թե ինչու է հորաքույրը հանդիպել Սոնայի հոր հետ, ինչ են քննարկել և արդյոք նրանք ճանաչում են միմյանց, թե ոչ։ Հնարավոր է, որ հենց Սոնայի հայրն է ժամանակին երկրից դուրս հանել Նարեի հորաքրոջը և ինչ կապ ունի նրա երեխայի առևանգման, խլման հետ։ Շատ հետաքրքիր մանրամասներ շատ շուտով, այնպես որ բաց մի թողեք ավելի հետաքրքիր նորություններն առաջինն իմանալու հնարավորությունը։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, արդյոք Նարեն ու Հայկը հեռուստասերիալի ավարտին միասին են լինելու, իսկ Սոնան ու Վռամը։ Արդյոք այս հեռուստասերիալի սցենարն այն մասին է, որ թշնամիները մի օր կարող են հաշտություն կնքել ու երջանիկ լինել։ Արդյոք նման բան հնարավոր է։
Հեռուստասերիալում իսկապես հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Նարեի կերպարը մարմնավորող դերասանուհի Ռոմելա Սարգսյանը բավական ակտիվ է սոցիալական ցանցերում։ Նա պարբերաբար է հետաքրքիր տեսանյութերով կիսվում եւ իհարկե տեսանյութեր նկարահանման հրապարակից, որով ցույց է տալիս, թե ինչ է կատարվելու հաջորդ սերիաներում։ Այնպես որ մնացեք մեզ հետ ու շատ շուտով հետաքրքիր գաղտնիքներ կբացահայտենք։